Շատ ակտիվ հանրային քննարկումներ են սկսվել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կրթական համակարգը, արդյոք այն մեզ տալիս է այն որակը, կամ աշակերտները, որ այնտեղ սովորում են, նրանց տալիս է կիրառական գիտելիքներ կամ ռեֆլեքսիվ մտածողություն, թե դարձել է ինչ-որ ավտորիտար համակարգ, որտեղ մարդկանց սովորեցնում են չմտածել կամ նույնիսկ ինչ-որ արատավոր երևույթների ինչ-որ վայր է դարձել։ Ինչ ես կարծում, ինչ-որ ձևով հասարակությունը կարող է մտնել այդ փակ համակարգի մեջ ու փոխել այդ համակարգը։ Հանրային լսումները, որոնց մասին դու ասացիր, ավելի շատ առաջացել են ոչ թե նրանց շնորհիվ, որ մեր պետական համակարգը սկսել է նրանց մասին բարձրաձայնել, այլ ավելի շատ որոշ անհատ մարդիկ կամ կազմակերպություններ սկսել են լուսաբանել այդ արատավոր երևույթների մասին եւ մեր կառավարությունը եւ պատկան մարմինները ուզած-չուզած որոշակի արձագանք են տալիս եւ արդյունքում հասարակությունը մի քիչ ավելի է համախմբվում այդ հարցերի շուրջ եւ սկսում են քննարկումներ, այնպես որ լուծումներ եւ ստանալ եւ շտկումներ կատարել հնարավոր է, բայց դա հեշտ գործընթաց չի կարող լինել, որովհետև նախաձեռնողը ոչ թե պետությունն է, այլ անհատ մարդիկ։ Չգիտեմ, այդտեղ ծնողները որպես ուրեմն շատ շահագրգիռ կողմ, այդտեղ ինքնակազմակերպվելու ինչ-որ հնարավորություն չունեմ, օրինակ շատերը ասում են, որ եթե ծնողները ինքնակազմակերպվեն, կարող են շատ բան փոխել եւ ազդել այդ փոփոխությունների վրա։ Եթե ծնողները ինքնակազմակերպվեն եւ խնդիրներ առաջ քաշեն դպրոցի առջեւ, ապա դպրոցը ուզած-չուզած կփոխվի, դասղեկներով, ուսուցչական կազմով, բոլորի մոտեցումները կփոխվեն, բայց նույնը նաեւ կարելի ասել հանրային տրանսպորտի հարցում, եթե մի օր բոլոր քաղաքացիները որոշեն, որ այն երթուղայինում, որտեղ չկա նստելու տեղ, նրանք չեն նստելու, ապա ուզած-չուզած գծի պատասխանատուները կմտցնեն նոր երթուղիներ, որովհետև եթե երթուղիները քիչ լինեն, մեքենաները քիչ լինեն, ուղևորների քանակը արհեստականորեն չի շատանա։ Եթե կա 13 նստատեղ, ապա այդ երթուղին 13 հոգուց ավել չի կարող բերել։ Այնպես որ կազմակերպվելու դեպքում այդ հարցն էլ մի օրում, երկու օրում կարելի է լուծել, բայց կազմակերպվելը շատ ավելի մեծ խնդիր է, քան թե այդ խնդիրները ուրիշ մեթոդներով լուծել իմ կարծիքով։ Իմ մոտ նաև տպավորություն կա, որ այդ խնդիրները, որոնք ծագում են դպրոցում, դրանք ավելի շատ նստում են այդ ուսուցիչների եւ դպրոցական անձնակազմի ուսերին, որովհետեւ պետությունը լուծումներ չունի դրանց համար, այսինքն շատ տարբեր խավերի ներկայացուցիչների, ուրեմն ընտանիքներից երեխաներ են գալիս դպրոց ու այնտեղ բնականաբար սոցիալական կոնֆլիկտներ են առաջանում, շատ տարբեր խնդիրներ կան եւ այդ ամբողջ խնդիրների հետ իրենց մարդկային ուրեմն հատկանիշների ուրեմն շնորհիվ ստիպված են առնչվել ուրեմն դպրոցի ուսուցիչները եւ տնօրենները։ Չես կարծում, որ այստեղ ռեֆլեքսիվ մտածողության ուրեմն խնդիր կա, որ միգուցե փորձ արվի մեթոդների առումով ինչ որ ուրեմն փոփոխություն մտցնել դպրոցում։ Օրինակ քննադատ երեխա դաստիարակելը դպրոցի պարտականություններից մեկն է, որը նա բարեհաջող կերպով շրջանցում է, բայց հայրենասեր աշակերտ դաստիարակելու հարցում նա շատ լավ կատարում է իր դերը։ Հետևաբար միգուցե խնդիրը ոչ թե նրանում է, որ ինչպես անենք, որ լավ լինի, այլ նրանում միգուցե այն ինչ որ ուզում են լավ լինի, լավ է լինում, իսկ ինչը որ շահագրգռված չեն, որպեսզի լավը լինի, լավը չէ։ Օրինակ ռեֆլեքսիվ մտածողությամբ հասարակությանը այնքան էլ հեշտ չէ ղեկավարել։ Եվ միգուցե դա ձեռնտու չէ ունենալ այդպիսի հասարակություն։ Բայց հայրենիքը չի կարող բաղկացած լինել միայն հողը պաշտպանելու եւ զուտ ռազմաայրենասիրական թեմաներից, հա, հայրենիքը պետքա բաղկացած լինի
նաև այլ արժեքներից, հա, մարդու երջանկության, ազատության, արդարության, հա, ինչ որ արդար հասարակությունում ապրելու, բայց այդ միաչափ հայրենասիրությունը միաչափ կերպով ուրեմն ձևակերպելը կարծես թե սովորություն է դառնում, որ մենք ստանում ենք առանց բովանդակության ինչ որ աշակերտներ, որոնք միայն գիտեն պաթոսով ուրեմն գովերքել իրենց հայրենիքը, ոնց որ ասում էր մեկը, մարդիկ կան այնքան են գովում իրենց հայրենիքը, որ կարծես ցանկանում են թանկ գնով վաճառել այդ հայրենիքը, բայց ինչ անենք, որ այդ ինքնությունը, որ ձևավորվում է դպրոցում, ավելի բազմազան լինի։ Ճիշտ նշեցիր, որ միայն հայրենասիրություն դաստիարակելով չեն կարող լիարժեք քաղաքացի դաստիարակել, երբ որ դաստիարակում ես հայրենասիրական գաղափարներով միայն, ապա դու կունենաս քաղաքացի, որը պատրաստ է առանց շատ խորանալու երևույթների մեջ հանուն գաղափարի ինչ-որ բան անել, առանց գաղափարի ակունքները հասկանալու։ Իսկ եթե դպրոցում երեխան ունի ռեֆլեքսիվ մտածողություն, ապա նա կարող է ցանկացած պահի մտածել՝ իսկ ինչու ես, իսկ ինչու այսպես, իսկ ինչու անել, իսկ ինչու չանել։ Ինձ շատ հետաքրքրում է նաև այն խնդիրը, թե մեր կրթական համակարգը ինչ հայեցակարգով է զարգանում։ Ունենք տպավորություն կա, որ ռեգիոններում գտնվող դպրոցները կտրուկ տարբերվում են իրենց որակով, կարծես աֆրիկյան պայմաններում գտնվեն, նաև իրենց հարմարավետության պայմաններով եւ բովանդակության առումով։ Վերջերս մարդիկ, ովքեր դասավանդում են սահմանամերձ գյուղերում, ասում են, որ նույնիսկ կարող է այնտեղի աշակերտը շփման խնդիրներ ունենա, եթե նա շփվում է Երևանում սովորող աշակերտի հետ, հա, ինչ որ սոցիալական ուրեմն շփման խնդիրներ ունենա։ Այսպիսի ուրեմն պայմանները, երբ մենք ունենք մի կողմից այդ շատ վատ ուրեմն որակով եւ շատ վատ պայմաններ ունեցող դպրոցները ամբողջ Հայաստանով մեկ, եւ մյուս կողմից ունենք մի քանի դպրոցներ, որոնք այսպես կարելի ասել շատ մեծ ներդրումներ են ստանում, օրինակ Այբը։ Ես կարծում եմ, որ այստեղ ինչ որ էլիտարացման ինչ որ տենդենսի հետ գործ ունենք, այսինքն մի քանի դպրոցներ առանձնանում են բոլոր լավերին, լավ սովորող աշակերտներին կարծես թե պետքա տանեն այնտեղ եւ կրթության ուրեմն հավասար հնարավորություններ ունենալու իրավունքը, որ սահմանադրությամբ ամրագրված է, կարծես այստեղ արդեն մի կողմ է թողնվում եւ հեռավոր ռեգիոններում ապրող երեխաները այլևս ունենալու են հնարավորություն այդ կարիերայի ուրեմն աստիճանով բարձրանալու եւ հասնելու ինչ որ միտեղ, թե կտրուկ մենք ունենալու ենք սոցիալական ուժեղ խզվածություն ունեցող Հայաստան։ Չգիտեմ, դա խնդիր համարում ես դու, թե չէ։ Դա միաժամանակ խնդիր է, բայց ինչպես սկզբում ասացիր, աֆրիկյան պայմանների մասին խոսելուց չի կարելի մեր պայմանները արդեն համեմատել աֆրիկյանների հետ որպես մոտ աֆրիկյաններին, որտեղ փաստ չէ, որ աֆրիկյան երկրների պայմանները մերինից վատ են։ Ես Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում էի 2 տարի առաջ եւ Քեյփթաունի համալսարանը աշխարհի 100 լավագույնների մեջ էր կարծես թե մտնում, իսկ աշխարհի լավագույն 2000 բուհերի մեջ հայկական ոչ մի բուհ չկա։ Դա համար արդեն մենք նրանցից էլ ենք հետ ընկնում որոշ պայմաններով, իսկ խտրականությունը միաժամանակ կա, բայց որ մարզերի դպրոցներ իրանց որակով զգալի զիջում են Երևանի դպրոցների, չեմ կարող ասել, որովհետեւ պետական համալսարանի ուսանողների մեջ նայելով մարզի եւ Երևանի ուսանողները մոտավորապես ունենում են նույն պատրաստվածությունը, եթե չհաշվենք հատուկ դպրոցների, Քվանտ վարժարանի ֆիզմատ դպրոցի շրջանավարտներին, եթե նրանց կողքի դնենք, ապա Երևան թե օրինակ պայմանական Արթիկ կամ Վանաձոր ոչ մի էական տարբերություն ես չեմ նկատել, բայց հակումները կան միարժեքորեն, որովհետեւ ուսուցչի որակավորումը դժվար է ապահովել, որպեսզի կարողանան այդ ամեն ինչը մատակարարել երեխաներին ու կարծում եմ, որ մոտակա 10-15 տարվա մեջ Երևանում դպրոցների մակարդակ ավելի կարող է անկում ապրել, որովհետև եթե դեռ սովետի ժամանակից մնացած ուսումնական կադրեր ունենք, որոնք այն ժամանակ լավ կրթություն էին ստացել ու մինչև հիմա երեխաներին կրթում էին, ապա այդ սերունդը արդեն կհեռանա աշխատանքից, հեռանում են աշխատանքից, իսկ նրանց փոխարինելու եկող նույն որակի
ուսուցիչներ շատ դժվար կլինի գտնել, որովհետև այդ որակի բնագիտական հատկապես ուղղվածության մասնագետները գնում են ավելի եկամտաբեր մասնագիտությունների, հիմնականում ծրագրավորում, դրա համար էլի տարածումը կարծում եմ անխուսափելի է, որտեվ ամբողջ Հայաստանում ցանկացած ուղղությամբ, ցանկացած առարկայից կարող են լինել 10 կամ 15 լավ մասնագետ, որոնց կարելի է բարձր աշխատավարձով հրավիրել աշխատանքի, հետևաբար այդպիսի դպրոցներ կլինեն ու նրանք կան ամբողջ աշխարհում։ 25 տարի է այդ ավտորիտար ուրեմն այդ ոճի եւ թելադրական այդ ուրեմն կրթությունից դեռևս սա նաեւ երևի քաղաքական խնդիր է, բայց դրանից հեռու չեն գնացել։ Նույն այդ ամբողջը մեծ շղթա է, հա, անկապարտեզում այդ անգիր արտասաներով եւ որ մարդը կանգնած է ու իր մոր մասին ինչ որ անգիր է արտասանում, բոլորի ինչ որ համակ ուշադրության ներքո եւ ինչ որ հանդեսներ են կազմակերպվում, այդ երեխաներին էլ լրացուցիչ ստրեսի են ենթարկում, հա, փոխանակ մի քիչ ավելի շփումային, չգիտեմ, մի քիչ ավելի ազատ կամ, չգիտեմ, անդրադարձ մոտեցումներ սովորեցնելու եւ դպրոցում եւ ինչպես մեր ընկերներից մեկն էր ասում, արդեն համալսարանում, հարուսնավորապես հասարակագիտական առարկաների առումով հատկապես մի բետոնի այսպես հաստ շերտ է ուրեմն ավելանում, որը արդեն մարդուգիտակցության մեջ նրան կարծես թե տրամադրում է, որ դու պետքա լսող լինես, ենթարկվող լինես եւ ոչ թե հարցեր տաս։ Եվ մի հարց էլ, որ ինձ թվում է շատ հետաքրքիր է, որ դպրոցական ուրեմն ծրագրի մեջ մեր ուրեմն հայ լուսավորության շրջանի հեղինակներից հատկապես ընտրվում են այն հայրենիքի գովերքող բանաստեղծությունները կամ ուրեմն այսօրվա այդ ռազմահայրենասիրական պաթոսի մեջ տեղավորվող եւ ոչ հասարակական քննադատության ուրեմն ստեղծագործությունները։ Այսինքն կարելի ասել, որ բավականին միակողմանի աշխարհայացք է մատուցվում աշակերտներին։ Մի լավ առաջարկ էլ կա, որ կարելի է հանրակրթական դպրոցներում միգուցե ինչ-որ չափով ազատ տարածք ստեղծել, իրենց ինքնուրույնություն տալ որոշ չափով, որպեսզի դպրոցները ինքնուրույն կարողանան մեթոդների եւ նաեւ որոշ չափով բովանդակության առումով ընտրություն կատարել։ Այսինքն ոչ թե ստեղծվեն այլընտրանքային կրթական մեթոդներով առանձին դպրոցներ, այլ հենց բուն հանրակրթական համակարգը սկսի ներսում իր ուրեմն փոփոխվել։ Ուսումնական ծրագրից նկատում ես, որ հակվածություն կա ինչ-որ բաների վրա ուշադրություն դարձնել եւ դա դրանք լավ էլ կատարվում են կրթական process-ի ընթացքում, այսինքն գովերքող ճյուղը մեր գրականության մեջ ավելի շատ է լուսաբանվում, իսկ քննադատականը չի լուսաբանվում, հետեւաբար միգուցե մեր նախարարությունը լավ է անում իր աշխատանքը, պարզապես այն չի անում, ինչ դուք ուզենայիր, որ արվեր։ Մեր կառավարությունը, մեր բարձրաստիճան այրերը ուզում են, որպեսզի մեր կրթությունը զարգանա, թե նրանք համարում են, որ սա այն է, ինչ մենք ուզում ենք։ Եթե ցանկանում են, որպեսզի լինի զարգացում, ավելի խորը գիտելիքներով, ավելի լավ մասնագետներ, ապա կարելի է առաջարկել տարբեր մոտեցումներ։ Իսկ եթե չի ցանկանում, ապա ավելի դժվար է ինչ-որ բան անելը, կառաջարկեի շարունակենք այդ ուղղությամբ, այսինքն համարենք, որ հասարակությունը եւ կառավարությունը երկուսն էլ ցանկանում են տեսնել լավ դպրոց։ Այդ դեպքում, ինչպես ասացիր, պետք է, որպեսզի ինքնաստեղծագործության մաս լինի։ Հիշում եմ, երբ ես 198 դպրոցի 7-րդ դասանում էի սովորում Կավենի մրցաշարին, մեր դասղեկը հայրենի ուսուցիչը գրում էր ամբողջ տեքստը, որը մենք խաղում ենք եւ մենք դուրս եկանք եզրափակիչ, որտեղ պարտվեցինք մի դասանի, որի ուսուցիչը նույնպես գրում էր տեքստը։ Հետևաբար եզրափակիչ դուրս եկան երկու դպրոցներ, երկու դասարաններ, որոնց ուսուցիչները լավ տեքստ գրել գիտեին։ Այսինքն մեր ներդրումը միայն դեր խաղարնել ու մեր կողմից ոչ մի առաջարկված հումոր չկար մեր սցենարում։ Այն ժամանակ ես ուրախ էի, որ մենք եզրափակիչ դուրս եկանք, բայց հիմա որ մտածում եմ ինչքան լավ կլիներ, եթե ես իմ
այդ մանկության պատանեկության տարիների ընթացքում կարողանա ինչ-որ բան գրել, ինչ-որ բան շարադրել։ Հետագայում, երբ ընդունվեցի ֆիզիկայի ֆակուլտետ, առաջին կուրսում որ գնացինք դասի, հայրենի դասախոսը հանձնարարեց գրել շարադրություն Աշուն վերնագրով։ Ու ես մի քիչ ցինիկաբար բռնեցի շարադրությունը, գրեցի նրա մասին, թե ինչու է աշնանը ցրտում, որ արեգակը անցնում է հարավային կիսագունդ եւ արևի ճառագայթները նվազում են դեպի երկիր ընկնող, դրա պատճառով ցուրտ է, տերևները թափում են ու քայլելով մենք տրորում ենք այդ տերևները ու ոմանք դրանցից ռոմանտիզմ են զգում։ Իհարկե ես հասկանում եմ, որ դասախոս ուզում էր, որ ես այս աշնանային ռոմանտիկայի մասին գրեինք, բայց ես ցինիկաբար ձեռ առա այդ նրա ցանկությունը, ինչի արդյունքում ստացա անբավարար գնահատական, բայց չհանձնվեցի եւ հետագայում միշտ փորձել եմ իմ կարծիքը արտահայտել ու դա երբեմն բերել է վատ հետևանքների, բայց նաեւ սովորեցրել է ինձ տեսակետից տեր կանգնել եւ կարծում եմ, որ ցանկացած աշակերտ պետք է նրա մոտ ինչ որ չափով խրախուսվի։ Իհարկե, շատ դժվար կլինի, եթե բոլոր երեխաները հասկանան, որ նրանք ունեն հակաճառելու իրավունք, որովհետեւ հակաճառելն ու ազատությունը նույնպես պետք է չափի մեջ գործածվի, հակառակ դեպքում կստանանք անկառավարելի միջավայր։ Վերջերս մեկը ասում էր, որ երեխան ուրեմն խնդիրներ է ունեցել, քանի որ ինքնուրույն կարծիք էր հայտնում եւ առանձնանում էր ընդհանուր զանգվածից կամ փորձում էր իր տեսակետը արտահայտել եւ դրա պատճառով ընդհանուր ուրեմն այդ միջավայրում նաեւ ուսուցչի ջանքերով այնպես են արել, որ երեխան ընդհանրապես չարտահայտվի եւ չասի իր կարծիքը, որպեսզի այդ հանգիստ ուրեմն մթնոլորտը չխաթարվի։ Այսինքն պետք է ամեն ինչ վերահսկողության տակ լինի։ Մի այսպիսի լավ բառ կա ազատության հետ վարվել սովորել։ Եթե մարդիկ չեն սովորում ինչպես վարվել իրենց ազատության հետ, երբ որ նրանք հետագա փուլերում եթե բուհ են ընդում, թե կյանք են մտնում, տարբեր խնդիրների են բախվում, իրանք չեն սովորում նաև տարբեր կողմերից հարցադրումներ դնել եւ մի քիչ անդրադարձ մտածողությամբ ուրեմն վերաբերվել իրենց հանդիպող այդ խնդիրներին։ Դա է պատճառը, որ նաև բուհում մարդիկ պատրաստ չեն ուրեմն նորից ուզում են ինչ-որ պատրաստի նյութ վերցնել ուղղակի եւ սերտել, առանց դա վերլուծելու։ Վերջերս շատ եմ առնչվում ցածր դասարանի երեխաների հետ եւ նրանք երբ որ խնդիր են լուծում, տրամաբանական մաթեմատիկայի խնդիրներ են լուծում, նրանք նկատել եմ ավելի շատ փորձում են հասկանալ որ թիվը որի վրա կբաժանվի։ Այսինքն մեծ թիվը պետք է բաժանել փոքրի վրա, որտեղ փոքրը մեծի վրա չի բաժանվում։ Այսինքն նրանք ոչ թե խնդրի էությունը կհասկանան, այլ ուսուցիչը սովորացրել է, դե մեծ թիվը բաժանում եք փոքրի վրա, որտեղ այդպես է ճիշտը ու օրինակ մեր գրքում երրորդ դասարանի գրքում շատ կան այսպիսի խնդիրներ։ Երկու երեխային բաժանեցին 10 խնձոր ամեն մեկին հավասար քանակությամբ։ Քանի խնձոր ստացավ յուրաքանչյուրը։ 10-ը բաժանում են 2-ին 5 խնձոր ճիշտ է, բայց երբ որ խնդիրը վերաշարադրում ես տվեցին 9 խնձոր եւ ասին բաժանել իրար մեջ հավասար, այդ դեպքում երեխաները պատասխանում են, եթե չկարողանան լուծել, նորմալ է, բայց նրանք ասում են 18։ Ասում ես ինչու, ասում են որտեվ 9-ը 2-ի չբաժանվեց, ուրեմն պիտի բազմապատկենք։ Հասկանում եմ, որ գումարել հանել չի կարելի, հետեւաբար չբաժանվեց, բազմապատկենք։ Դասատուն հիմնականում սխեմա է սովորացնում ոնց լուծել, այսինքն խնդրի էությունը, պատճառական մասերի վրա ընդհանրապես խորացում չի տեղի ունենում, այլ միայն երեխեք տեսնում եք խնդիրը դե սենց լուծվում է։ Մենք երևի բարեբախտություն ունենք, որ մահմեդական հասարակություն չենք կամ տոտալիտար խիստ հասարակություն չենք, այլ կան լուսավորության, ասենք, էլեմենտներ, տաժեր, որոնք սակայն բավականին թույլ են արտահայտված։ Բայց կարծում եմ, որ կարելի է օգտագործել այդ եղած ուրեմն ինչ-որ տաժերը, որ դրանց հիման վրա գոնե կրթական համակարգում կարողանանք ինչ-որ փոփոխություններ ստանալ։ Մեր կրթական համակարգը
այժմ 12-ամյա որ կա, իրականում այնքան էլ վատը չի իմ կարծիքով։ Չգիտեմ, առաջին, երկրորդ դասարանները որքան է իմաստ տալիս, որպեսզի 5-6 տարեկան երեխաները գնան դպրոց, բայց 11 եւ 12-րդ դասարաններում, երբ որ ավագ դպրոցի վերջին փուլն է գալիս, աշակերտները պետք է սովորեն հետազոտական եւ ինքնուրույն աշխատանք կատարել։ Դա շատ լավ կլիներ, որպեսզի կայանար այդ դպրոցը եւ երեխաները մինչեւ բուհ ընդունվելը մի տարի իրենք պատասխանատու լինեն իրենց համար, թե ինչ սովորեն, ինչպես սովորեն եւ ինչ անեն։ Սակայն իրականությունը այնպեսին է, որ այն շրջանավարտները, որոնք չեն շարունակելու 12-րդ դասարանում ոչինչ չեն անում, իսկ նրանք, որ պատրաստվում են ընդունվել բուհ, փոխանակ ձևավորեն իրենց հետազոտական աշխատանք կատարելու ընդունակությունները զարգացնեն եւ կատարելով գործեն, փոխարենը գնում են մասնագետի մոտ, որը փողով պարապում է այդ աշակերտի հետ եւ հանձնարարում է կգնաս այս համարից, այս համարը տնային կանես, ինչ որ խնդիրներ է բացատրում, այսինքն ոչ միայն չի խրախուսվում ինքնուրույն աշխատանք, այլ հակառակը բերում է ամբողջ նախկին անցածը կրկին ուրիշ մասնագետի մոտ պարապելուն։ Եթե այսինքն հիմիկվա 12-ամյայում նույնպես հնարավոր է ճիշտ ձևափոխությունների արդյունքում ստանալ դպրոց, որտեղ խրախուսում է երեխայի ինքնուրույն աշխատանքը։ Ես կարծում եմ, որ մի քանի հարց կա կարևոր, դա աշխարհայացքային ուրեմն խնդիրներն են, ազատ մարդ կրթելը, մյուս կողմից համաչափ զարգացումը, որ Հայաստանի որ կետում էլ լինի, երեխան ունենա նույն շանսերը կրթություն ստանալու եւ բարձրանալու, այդ ամբողջ ուրեմն աստիճանով կյանքի եւ նաեւ հնուց մնացած այդ պրակտիկաների բացահայտումը, որով օրինակ որը շատ ակնհայտ երևաց այս տնօրենների սկանդալի ժամանակ, որ նրանք փաստորեն ստալինյան ժամանակների ուրեմն բնորոշ պրակտիկաներով օգտագործվում են ինչ-ինչ այլ խնդիրներ լուծելու համար եւ այնքան ուրեմն դա բնականon է նրանց համար դարձել, որ նույնիսկ չեն էլ մտածել, որ պրոբլեմատիկ է, որ հեռախոսով կարելի է այդ մասին խոսել։ Այս առումով ես շատ կարևոր եմ համարում, որ նույնիսկ եթե մարդը ինչ-որ ակտիվ գործողություններ չի ծավալում, բայց ծնողները կարող են իրենց ծնողական խորհրդի նիստում կամ դպրոցական խորհրդի նիստում այդ հարցը կարող են բարձրացնել, գոնե ասել, որ դա նորմալ չի, այդ ինչ որ արվում է։ Այլապես կարող է մի իրավիճակ ստեղծվել, որ տնօրենները մտածեն, որ այդպես էլ պետք է լիներ, հենց դա է բարոյականությունը, հա, եւ կարող են կուսակցական ուրեմն նպատակներով օգտագործել պետական միջոցները։ Ինչևէ, խնդիրները շատ են, բայց կարծես թե հասարակության մեջ հետաքրքրությունն էլ է մեծանում այս ոլորտի հանդեպ եւ հատկապես հետաքրքիր է երիտասարդ ուսուցիչների այդ փորձը, որոնք սահմանամերձ գոտիներում դասավանդում են դպրոցներում, նրանք ընդգծում էին, որ շատ կարևոր է ինչ-որ փոխանակման միջոցառումներ կազմակերպել երեխաների Երևանից եւ ռեգիոններից, որովհետեւ նրանց համար շատ կարևոր է կտրվել այդ իրենց փոքրիկ նեղ միջավայրից, հա, ընտանիքի այդ փակ ուրեմն այդ շղթայից եւ տեսնել նաեւ դրսի աշխարհը, մի քիչ շփվել եւ մի քիչ այլ կերպ փորձել մտածել։ Վրաստանում Սաակաշվիլի ընտրվելուց հետո Ջավախքում վրացերենը ավելի սկսեց շատ դասավանդվել դպրոցում էֆեկտիվ կերպով։ Իմ մայր արմատներով Ջավախքից է, ես այնտեղ ամեն տարի լինում եմ եւ իմ քեռու աղջիկները դպրոցում էին սովորում եւ բացարձակ չգիտեին վրացերեն։ Նրանց դպրոց եկավ երիտասարդ վրացի ուսուցիչ, որը երեխաներին դասի ժամանակ կոնֆետ էր բաժանում, հետաքրքիր բաներ էր պատմում եւ արդյունքում երեխաները սկսեցին վրացերենը սիրել, կաշառվեցին կոնֆետով, հետագայում օրենք մտցվեց, որ պետք է վրացերենի քննություն հանձնեն, որպեսզի կարողանան տարբեր տեղեր աշխատանքի ընդունվել եւ կամաց վրացերեն սովորելը դարձավ անխուսափելի եւ հիմա Վրաստանի հայկական դպրոցներում երեխաները առանց նեղվելու եւ առանց բոյկոտելու սովորում են վրացերեն լեզուն։ Սաակաշվիլին ավելի առաջ գնաց, մտցվեց
ճամբարների գաղափար Բաթումիում, Գորիում եւ երեխաները ամեն տարի ընտրվում էին գյուղից մի քանի հոգի ով մեկնում էին ճամբարներ, որտեղ շփվում էին վրացի երեխաների հետ, վրացական շրջապատում եւ ինտեգրվում էին։ Արդյունքում այնպես ստացվեց, որ 10 տարի անց իմ քեռու աղջիկը եկավ ոչ թե Երևան սովորելու, ինչպես արել էին մյուս բարեկամներս Երևանից բացի այլ տարբերակ չտեսնելով, այլ մեկնեց Թիֆլիս եւ այնտեղի պետական համալսարանում է սովորում։ Այսինքն, երբ որ կա պետական ցանկություն ինչ-որ բան անելու, ապա մեթոդները շատ արագ իրանց արդյունքը տալիս են։